Մամ ջան, բացում ես։ Անուշ, ձեռքերս թաց են, դու բաց։ Ինչ ես անում այստեղ, Կարո։ Ես քեզ խնդրել էի, չէ՞ որ մեր տուն չգաս։ Դժվար է հասկանալը։ Չէ, դժվար չի հասկանալը, բայց ես չեմ կարողանում ինձ զսպել։ Առանց իմ կամքի ոտքերս ինձ բերեն այստեղ։ Անուշ, դու չես պատկերացնի, թե հետս ինչ ա կատարվում։ Ես ուզում եմ կամ առանց որևէ բան ասելու երեխուս կրկեմ։ Հնաց կրկեմ, որ այսքան չկրկասների տեղը անեմ։ Մարին տանը չի։ Պատկերացնում ես իմ փոխարեն Մարին դուրը բացեր։ Ինչ է իր անելու։ Ոնց է իր բացատրելու, ինչու ես եկել։ Չգիտեմ այդ բային ոնց կբացատրեի, բայց մի բան կմոգոնեի, բայց հաստատ երեխուս չէի նեղացնի։ Անուշ, խնդրում եմ թույլ տուր ներս գամ մի քանի րոպեով։ Ես շատ ժամանակ չեմ խլի քեզնից։ Ինչի համար։ Ուզում եմ երեխուս նկարներից ինձ ցույց տաս։ Ու եթե հնարավոր է մի քանիսն էլ տաս ինձ։ Շատ եմ ցանկանում երեխուս նկարներից ունենամ։ Շնորհակալ եմ։ Մամ, ես այսօր Շուշիենց տանն եմ մնալու, չանհանգստանաս։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Բարի գիշեր։ Շատ համովն է։ Այստեղ քանի տարեկան է Մարին։ 2 կամ գուցե մի քիչ ավել։ Բայց մեկ, այստեղ շատ քաղցրն է։ Անուշ, որ խնդրեմ, այս նկարը կտաս ինձ, ուզում եմ իմ մոտ ունենամ։ Կներես, բայց ոչ չեմ կարող, այդ նկարից մեկ հատ է։ Բայց կնայեմ, տեսնեմ, որից 2 հատ է, մեկը կտամ։ Կարող կներես, պետք է խնդրեմ, որ արդեն գնաս։ Լավ։ Մարինա։ Ոչ, Մարին մի քիչ առաջ ցանկեց, ասեց, որ այսօր չի գալու։ Գնամ տեսնեմ։ Այ Վանջան, ինչ լավ եկել ես։ Ինձ համար կիտրոնով թխված քեզ բերել, շոյված եմ։ Դե ինչ ես դրան շեմի կանգնել, առաջացի։ Ներս արի, մի ամաչի։
Վան։ Ինչ տենց կոպիտ արակիչ էր, բայց ոնց որ է տորթը համով է երևում, կարող կտրես ուտենք Անուշ։ Բարև Թորոս, Բարև լիճեջ, ոնց ես։ հավոս դիմնեմ ես մեջքի սաղ թողնում որ լավ լինի։ Չի անցնում, հա։ Չէ, մի քանի օր առաջ կարգին թարլան տղա է, այսօր դարել եմ տկար ծերունի։ Լավ Թորոս ջան, ես վերցրու, կօգտագործես, արդյունքների մասին ինձ անպայման տեղյակ կպահես, որ փարթի կազմակերպենք։ Ես ինչ։ Ոնց ինչա, հղիության թեստա ինչա։ Ինչի թեստա։ Թորոս ջան, հղիության թեստա։ Բայց ես սա ինչ պիտի անեմ։ Բա հղիների համար նախատեսված դեղորայքը ինչ է իրանելու։ Թորոս ջան, այն ցանկը որ ինձ տվեցիր, դրա մի մասը հղիների համար էր, մյուս մասը թութքի դեմ բուժման համար էր, այն մեկը երիկամների անբավարարության դեպքում են օգտագործում, բայց ինչքան նայեցի, ինչքան փնտրեցի, ողնաշարի ցավը բուժող կամ գոնե թեթևացնող ոչ մի դեղորայք չգտա։ Ոյ, ես ինչ եղավ։ Լիճա ջան ցավս թողեց։ Այ քեզ բան, դու զարմանալի կին ես, այ խոսացիր, չէ, ցավը մի անգամից թողեց։ Ոյ, Թորոս իրոք։ Հա, այն աստված, դու ում ասեմ չեն հավատա, դու զարմանալի կին ես, դու քայլող սպեղանի ես։ Թորոս ջան, հիմա լավ ես արդեն։ Բացարձակ, շատ լավ է։ Դե լավ է Թորոս ջան, ուրեմն տակ պահի, որ հանկարծ չհիվանդանաս։ Արի Երիկ ջան։ Ոյ Թորոսիկ, լամի ձեռս ընկնես, ես ինչ խայտարակ արեցիր ինձ, ես կուր եմ։ Ես ինչ անտակտություն է։ Չես տեսնում, որ ներս ենք մտել, մի հատ կարգի հրավիրի քեզ աղջիկ ջան։ Սա անտակտություն չի, մարմնամարզություն է։ Այդ մարմնամարզությունը կգնաս սպորտ սրահում կանես, սա քո աշխատանքի վայրն է։ Ես իմ աշխատանքի վայրում ոչ ոքի չեմ խանգարում։ Լավ, լանջունուն ասա, որ այստեղ ենք։ Լանջունին արդեն սպասում է, բայց միայն Էրիկին։ Այսինքն։ Հա, տենց էլ ասեց, կարող է ներս մտնել միայն Էրիկը։ Բարև ձեզ։ Բարև Էրիկ ջան։ Էրիկ ջան, երեկվա մեր խոսակցությունից հետո ես երկար մտորեցի, թե ինչ պատիժ պետք է սահմանեմ քեզ համար։ Ինչ էլ որոշեք, ես պատրաստ եմ։ Ուրախ եմ, որ այդպես ես տրամադրված։ Ամեն դեպքում ասեմ, որ հեշտ չի լինելու։ Մի նկատողությունով չես բրծնելու։ Ես որոշել եմ, որ դու դասերից հետո մնաս եւ օգնես Տիկին Արփիկին։ Ինչ։ Տիկին Արփիկին։ Այո, Էրիկ, եւ հուսով եմ, որ դու պատվով կկարողանաս կատարել քո պարտականությունները։ Ահա եւ Տիկին Արփիկը։
Ահա, դե արի մեջ ենք։ Դասերից հետո կգնա։ Չէ, դասերից հետո լիքը հերթ արի, հիմա մարդ չկա, 1000 անգամ փորձել եմ։ Չենք հասցնի, զանգը կտա։ Չեք հասցնենք, արի։ Մարդը մենք գնում ենք գրադարան գանք։ Լավ։ Գնա։ Բարև։ Մի անհանգստացի լուրջ բան չկա։ Չեմ անհանգստանում։ Ուրախ եմ, որ լուրջ բան չկա։ Դե Էրիկ ջան, գնա եւ հետևիր տիկին Արփիկի հրահանգներին։ Ես անձամբ եմ հետևելու, թե դու ինչպես ես կատարում քո պարտականությունները։ Հուսամ, որ դու պատվով կկատարես եւ հաջորդ անգամ վատ վարքագիծ դրսևորելուց առաջ երկար կմտածես։ Անսահման երկար կմտածեմ։ Հիմա գնա, որ դասերից ճուշանաս։ Դուք էլ եք ազատ տիկին Արփիկ։ Տիկին Նանջունի, ոնց կարող եք Էրիկիս հանդեպ նման ստորացուցիչ պատժամիջոց կիրառել։ Լիդիա, այստեղ ոչ մի ստորացուցիչ բան չկա։ Ոնց չկա, տիկին Նանջունի։ Դուք ուզում եք, որ Էրիկս ամբողջ դպրոցի ներկայությամբ ծաղրի առարկա դառնա։ Ինչու ես այդպես խոսում, Լիդիա։ Ես վստահ եմ, որ որդիդ այդ ամենի տակից պատվով դուրս կգա։ Տիկին Նանջունի, հուսամ դուք չեք մոռացել, որ խոսքը Ներսես Մակարյանի թոռան մասին է։ Լիդիա, ես ոչ մի վարքյան չեմ մոռանում այդ մասին։ Դե եթե չեք մոռանում, ինչ եք կարծում, հայրս նման վարքագիծ կհանդուրժի։ Ես վստահ եմ, որ հայրդ կհասկանա, որ այդ ամենը արվում է ի նպաստ Էրիկի։ Ես դա արեցի։ Ես դա արեցի։ Լանջունի դա արեցի։ Վան, մեկ րոպե սպասիր։ Ուզում եի խոսել։ Եթե խոսքը երեկվա մասին է, ես խոսելու ոչինչ չունեմ, որովհետև ինձ համար պարզից էլ պարզ է ամեն ինչ։ Ինչն է պարզ։ Այն, որ ես քեզ 1000 անգամ խնդրել եմ, որ դրան քեզ մոտ չթողնես։ Բայց չգիտեմ, ոնց ինքը միշտ հայտնվում է քո կողքին։ Ինչու է քեզ թվում, որ ինձ հաճելի է, երբ Կարոն իմ կողքին է կամ փորձում է շփվել ինձ հետ։ Հաճելի չի, բայց անընդհատ ծաղիկ տեսած մեղվի նման կողքերդ պտտվում է։ Եվ դու գիտես դրա պատճառը։ Եթե պատճառը Մարին է, ինքը կարող Մարիի կողքերը պտտվել, ոչ թե քո։ Ախր հասկացիր, Վան, Կարոն չի կարող հենց այնպես հայտնվել Մարիի կյանքում։ Դե ես էլ եմ այդ ասում, սկզբում քո կյանքում կհայտնվի, այնուհետև Մարիի։ Գիտես, քո այս խոսքերը շատ վիրավորական են ինձ համար։ Ես քեզ վիրավորելու նպատակ չունեմ, բայց վերջի վերջո ճշմարտությունը պիտի տեսնես, թե ոչ։ Դու մեղավոր չես, որ տարիներ շարունակ Կարոն Մարիի կյանքում չի եղել։ Որոշ չափով նաև ես եմ մեղավոր։ Դու ինչ ես խոսում։ Դու իրոք տենց ես մտածում, Անուշ։ Ուզում եմ հասկանաս եւ ընդունես, որ քո խանն անհիմն է եւ անտեղի։ Եվ նորից եմ կրկնում, դա ինձ համար շատ վիրավորական է։ Դե ինձ համար էլ է շատ բան վիրավորական։ Օրինակ այն ինչը տեսնում եմ, որ քո շուրջը կատարվում է։ Բայց ինչքան էլ դու ինձ ցավացնես, ես ինքս իմ վրայով անցնելով չեմ կարող թույլ տալ կամ չեմ ուզում, որ քո կողքին հայտնվի ինչ-որ մի անարժան մեկը։
Այ հենց դա եմ ուզում հասկանաս։ Հասկացիր, որ երբևիցե Կարոն չի կարող իմ կյանքում հայտնվել կամ իմ կողքին լինել։ Լուրջ։ Ուրեմն ապացուցի, որ ես սխալվում եմ։ Ման հերիք չես ամեն ինչը շարունակես։ Ես էլ չեմ կարող քեզ ամեն օր գամ տեսնեմ, ոչ կարողանամ գրկեմ, ոչ էլ գոնե ձեռքդ բռնեմ։ Այդ ամեն ինչի մասին շուտ պետք է մտածեիր։ Քայլը տանելուց առաջ։ Լավ, հիմա ինչքան պետք է շարունակվի այս տունտունիկը, չեմ հասկանում։ Ես անընդհատ քեզ ասեմ, չեմ խաբել քեզ, դու ինձ ասես չէ խաբել ես, հետո Ուրեմն ոչ մի բան պետք չի ասել։ Մար ուզում ես ասես քո համար այս ամեն ինչը նորմալ է։ Եթե ես իմանամ նորմալ է, ոչ մի բան չեմ ձեռնարկի, ոչ էլ խոսամ ինչ-որ մի բան։ Ես արդեն ասել եմ ինչ-որ մտածում էի։ Մանրախր ես քեզ շատ լավ գիտեմ։ Գիտեմ, որ դու քո խոսքին դեմ չես գնա։ Բայց ես քեզ մեծ հարցում եմ։ Դու չես կարոտում ինձ։ Մարի դու գիտես գոնե ինչ է նշանակում օրվա մեջ 7 ժամ ընդամենը ապրել, այնքան քանի դու իմ տեսադաշտում ես, քանի դու իմ հետ ես։ Ես օրվա մեջ 24 ժամի տեղը 7 դասաժամ եմ ապրում, հասկանում ես այդ։ Մինչև դասերի սկսել ու դասերի ավարտից հետո իմ համար օրը դատարկ է լրիվ։ Մար դու դարել ես իմ թթվածինը։ Իմ կյանքում մինչև քեզ ու քեզնից հետո դատարկություն է լրիվ։ Սենյակում 1000 հոգի էլ լինի, մեկը իմ համար այն անկյունն է մենակ լուսավորված, որտեղ դու ես։ Մար հասկանում ես, իմ համար ոչ մեկ չկա բացի քեզնից, ոչ մեկ։ Այդ խեսեվարը։ Ինչ ա եղել հիմա, ինչ եմ արել։ Դու ես արել ինձ ես հարցնում։ Ես քեզ ինչ էի խնդրել, հա։ Ասել էի ինտերնետից մեջքի ցավի համար թանկանոց դեղերի անուններ գրի, բեր։ Գնացել ես ինչ ես արել։ Հղի կնգա դեղերի անուններ ես գրել, բերել։ Թորոս քերի, դու չասեցիր թանկանոց դեղերի անուններ գրի։ Ես էլ ինչ կարողացել եմ գտել եմ։ Ինչի ես դժգոհ։ Քո պատճառով պրեմիայից զրկվեցի։ Դե կներես, որ ամբողջ կյանքում դեղատանը չեմ աշխատել ու բոլոր դեղերի անունները անգիր չգիտեմ։ Ոй գնես դեպի ես։ Քերի Թորոս, ես ինչի ես այս դժգոհ։ Ես ուր դժգոհ։ Ինչի պիտի դժգոհ եմ, ամեն ինչ լավ է։ Տունն ունեմ, ընտանիքն ունեմ, աշխատանքն ունեմ, առողջությունն էլ հետը։ Դե ասում եմ, այս անգամ պրեմիատ չկպավ։ Բայց ոչինչ, հիմա չի լինի, հետո կլինի։ Դու ուղղակի որ բան ես մտածում։ Արի մի հատ ինձ մոտ խորհրդակցության։ Ես այդ պլանը կգծեմ, post production-ով էլ կզբաղվեմ։ Ես ինչ ես ասում, բան չեմ հասկանում։ Ասում եմ, որ սրանից հետո փող աշխատելու պլան ես մտածում։ Մի հատ արի ինձ մոտ խորհրդակցության, հա?
ոնց որ մի բան իմաց է, հա։ Այ քեզի բան, թե ինչի պիտի ինձ ուզենա օգնի, այսօր կօգնի, վաղը փայ կմտնի, բա։ Նստեք։ Այսօր թելադրություն են գրելու։ Չնայած թեման բավականին բարդ է, բայց ես հուսամ բարձր գնահատականներ կստանաք։ Ով կբաժանի։ Ես կբաժանում։ Ապրես։ Միշ ոնց ես գրելու սենց։ Չգիտեմ, թող երկու դնի չեմ գրի։ Բայց սենց ոնց կլինի։ Շուշի, ինչ է այդտեղ կատարվում։ Ասում են, որ Միքայելի ձեռքը վնասված է ու չի կարող գրել։ Չհասկացա, ինչ է պատահել։ Ոչ մի լուրջ բան ըկի արշեցան ձեռքս վնասել եմ, ուղղակի մի քիչ դժվար կստացվի գրել էլի։ Ինչու ինձ ոչինչ չէիր ասել։ Դպրոցում է պատահել։ Գոնե բուժկետ գնացել ես։ Չէ, դպրոցի հետ կապ չունեմ այս դեպքը։ Լավ, եկեք այսպես անենք։ Այսօր չեն գրի ոչ մի թելադրություն։ Շուշի ջան, հավաքիր դրերը։ Կգրենք հաջորդ դասին։ Իսկ այսօր կկրկնենք նախորդ թեման, ով կհիշեցնի ինչ էր։ Էջ 58 բացառական հոլով։ Էլի բոլորին ասել է, որ մարդկով արաղ չտա։ Ոչ ինքն առնում, ոչ էլ թողում ուրիշները տան։ Մերը պտիլներ, որ գիշեր ցերեկ աշխատեր, վերեր պահեր։ Սերապը իրա գլխի ճարը կտնա, ոչ մեկի հույսին էլ չի մնա։ Քանի որ շատ ժամանակ չկա, գրեք հանձնարարությունները։ Թեմա 54 և 58։ Եղարվեստական գրականությունից դուրս գրեք 10 նախադասություն, որտեղ կլինեն բացառական հոլովով գործածված գոյականներ։ Ընկեր Արևշեցեն, ես ինչքան վարժություն տվեցիք։ Թորոզ, եթե դժգոհ ես, կարող ես նաև 10 նախադասություն հայցական հոլովով գրել։
դժգոհ չեմ, ասեմ ավելի շատ ուրախ եմ, որ այսքան շատ վարժություններ տվեցիք։ Ես էլ եմ ուրախ, որ դու ուրախ ես։ Ազատ եք։ Իմ պարապմունքի հետ կապված ինչ-որ բան որոշեցիք։ Այո, Տիգրան ջան, կարող ես գալ, բայց ժամերի հետ կապված դեռ կզրուցենք։ Կզանգես կպայմանավորվենք։ Եղավ, կրկին անգամ շատ շնորհակալ եմ գերաշեցից։ Բոլորդ ազատ եք։ Միքայել, խնդրում եմ ինձ հետ արի։ Թակուշիկ ջո։ Ես էլի միտքը թևեր ավառե, ու ամեն օր այսպես մի բան սիրունացնում ես, դասում ես, փչում ես, որ ռեստորանը հաճախորդների ֆոկուս չունենա։ Մալադեց։ Այո։ Ես նույնությունից հոգնում եմ։ Ամեն օր մի բան մտածում եմ, որ հաճախորդների աչքին գեղեցիկ երևա։ Ոյ ես քո ստեղծորար ջանին մեռնեմ, Թակուշիկ ջան։ Ապրես, այդտենց ամեն բանորա որ ռեստորանը ծաղկի, հա, ծաղկի։ Բայց ոչ թե Թագուշիկ, այլ Թագուհի Ալբերտովնա։ Դու ասել Թակուշ ջան, գիտես, արի դու ինձ իշխացկեցի։ Դեռ դպրոցական տորիներից ի վեր ես քեզի Թակուշիկ եմ ասել, ասենք հիմա ինձ համար մի քիչ դժվար է փոխեմ ասեմ Թագուհի ինչև նա Ալբերտովնա։ Հատկապես նմանավանդ։ Որ մի քանի անգամ փորձես, կստացվի։ Փորձեմ, իհարկե կփորձեմ Թակուշ ջան, ոչ մի խոսք, ինչի մասին է խոսքը։ Կփորձեմ, իհարկե կփորձեմ։ Բայց թորոս ասանգում Թակուշ։ Իմ օրև եսա նող դպրոցում մի հատ էլի տենց օլիգի ֆրանկի մռագի բաներ տեղ ունեցել։ Եսա խոսամ։ Դու խոսա, ես գնամ չխանգարեմ։ Դու սպասի ուր ես էթում։ Հələ քեզի պետք է լեգենդար Թորոսի հետ ծանոթացնեմ Թակուշ ջան։ Ալո, Թորոս։ Բարև Սիմոնյան ջան։ Սերդեչնի պրիվետ из Երևանա։ Ոնց ես։ Արտակարգ Թորոս ջան, արտակարգ ցավդ տոնեմ։ Սիմոնյան, հələ ասա տեսնեմ նորերա չես տեսել ինձ համար, հա։ Չէ, Թորոս։ Ճիշտ ասած, երորվանից հետո չեմ տեսել իրազիս մեջ։ Բայց քեզի խոսք եմ տալու մախբեր։ Այս երկու օրը մի հատ ինձ լավ կտրամադրեմ, որ էլի քեզի նորմալ իրազիս մեջ տենա մախբեր ջան։ Ացավդ տան։ Դու են ասա գործ կա կպնում է։ Վայ ու ասում փառ Թորոս ջան, ասում փառ ախպեր։ Հիմա էլ իմ հարազատից հետ այս ռեստորանի ծաղիկներն են ջրում ախպեր, որ հաճախորդի տրամադրությունները երբեք չթառամի, բա։ Լսիլա, էլի հարազատներով մենակ ես մնացել, հա, այս անգամ ում հետ ես ընկերություն անում։ Էն նույնն է, որ կոլա էր սիրում, թե այն, որ մենակ սառուցով էր իրեն լավ զգում, հա։ Թորոս, դու լերիվ խառնել ես իրար, այո ախպեր։ Էսի մեր Թակուշիկն է, այս ռեստորանի շեֆի ու իմ ամենամոտնիկ քիփ հարազատն է։ Ահա, խնդրեմ։ Թակուշ ջան, մեր ծանոթացի մեր լեգենդար Թորոսի հետ։ Հələ տես։ Բարև ձեզ։ Պատիվ ունեմ, Թորոս։ Կասես ինչ է պատահել Միքայել։ Հուսամ գիտես, որ կարող ես անկեղծ լինել։ Գիտեմ ընկեր Արվշացյան։ Ու իրոք շատ շնորհակալ եմ ձեր ցուցաբերած անհանգստության համար։ Բայց դուք ես հարցով ոչինչ չեք կարող անել։ Չես այդքան վստահ։ Դու ասա միգուցե կարողանամ ինչ-որ բանով օգնել։ Ընկեր Արվշացյան, եթե անկեղծ լինեմ, ես առասարակ չեմ ուզում այս թեմայի շուրջ խոսել։ Լավ, չեմ պնդի։ Բայց հիշիր, եթե իմ օգնության կարիքն ունենաս, կարող ես միշտ դիմել։ Գիտեմ ընկեր Արվշացյան, գիտեմ։ Գնամ դասարան։ Գնա։ Ահա, ես քեզ, այս դասարանը պետք է մաքրվի տղա ջան։ Պատուհանները, հատակը, պահարանը, դասասեղաններն են, ու ճառաճրով մի հատ լավ լվանում ես, որ կերտն ու փոշին մաքրվի։
Եղավ տիկին արփիկ։ Որ գործը դել վերջացել ես, մի հատ ինձ կկանչես, կամ ստուդիեմ տեսնեմ ոնց ես մաքրել, ու կգնաս։ Լավ։ Հա, անպայման կկանչ։ Ահա, դե ես գնացի։ Թորոս ջան, բա դպրոցում ինչ կա է, այ ախպեր։ Կոլեկտիվ բան, սաղ լավ են։ Սիմոնյան ջան, ոնց թողել ես, տենց էլ մնացել, ապա չի փոխվել։ Պարզա, բա այդտեղ դասատուների աշխատավարձերը չեն ուզում բարձրացնեն, Թորոս, այդպես խոսակցություն, մոսակցություն չկա ախպեր։ Ինչ աշխատավարձ, այդ ցավը տանեն։ Մի կարգին պրեմիա չեն տալիս։ Ոնց։ Էլ պրեմիա չեն տալ։ Լուրջ ես ասում։ Հաբա, ասում են ճեղքված կա, բռնելն ու քոքից քրտ կտրել, բա։ Օհո, հետ լավ չէ, Թորոս ջան, չէ։ Բա ես էլ դրա համար եմ զանգել էլի, ասում եմ, որ հեչ լավ չի։ Ասի մի հատ հետդ խոսամ, կարող ա մի լավ գործ ճարես ինձ այդտեղ։ Յա, Թորոս, այդ որոշել ես թռնես կաս Ռուսաստան։ Չէ, ախպեր, ես իմ տեղից շարժվողը չեմ, երբեք։ Բա։ Դե, ասում եմ, եթե կարող ես պահակի օնլայն գործ ճարի, այստեղից աշխատեմ էլի։ Հայ մարդ, դու լերիվ շաշվեր ես։ Հայ մարդ ինչ, ու իմ բազություն ասես քեզից դուրս կգա, Թորոս, օնլայն պահակս վայրնա։ Այն որ կամերաների առաջ նստում են, հսկում են, որ մարդ չմտնի, կող չմտնի։ Լավ, ասենք, որ դու հեռախոսով այդ օնլայն պահակություն ես անում։ Դա որ ասենք այդ պահին հանկարծ պաղերը մտնեն տորած, դու ինչ ես անելու ախպեր։ Ոնց թե ինչ եմ անելու։ YouTube-ով միացնելու եմ ոստիկանության տագնապ նշանը ու բոլոր փախնելու են։ Ոնց եմ ես գործը գլուխ բերելու։ Դու ինչ ես անում ստեղ։ Բա մենակ էի ուզում անել սա, անգելս եկել եմ փոխնել։ Մտածում եք քեզ մենակ են թողնելու։ Ոնց կարելի կտենց բան մտածել։ Հատակի իմ վրա է։ Դե ես պատուհանները կնվանեմ։ Հոպ, այդ չեղավ։ Էդ էր մնացեք քեզ չգտած կորցնեմ։ Դե կավա սուրճ ուզեք։ Հա, ես էլ։ Հերիկ ջան, չէիր ասել, որ հյուրեր ունենք, բարև ձեզ։ Ինչ էլ ասեմ, մեկ այդ մեռած ուղեղի բջիջներին չի հասնելու, բայց մի բան հիշի։ Այս ամեն ինչը ես sense չեմ թողելու։ Ու հանկարծ մտքովդ չանցնի, որ Միքայելը անօգնական ու ոչ մեկին պետք չի։ Ես արդեն մեծ եմ, մամ, ու ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Հասկանում եմ նաև, որ դու քո սխալը երբեք չես ուզում ընդունես։ Ես գնացի։ Ուր։ Դուրս մաքրոտ շնչելու։ Այս ժամին տնից դուրս չգաս։ Եթե ուզում ես տանը մնամ, նենց պայմաններ ստեղծի, որ տնից չփախնեմ։ Էրիկ,